Մարմինս առոգացել է, ուզում եմ այդ գաղտնիքով կիսվել ձեզ հետ։ Ներկայացնում եմ օգտակար նյութ։ Գետնախնձորը գետնատանձ շատ օգտակար է օրգանիզմի համար։ Մասնագետները պարզել են, որ գետնատանձն ամենակայուն բույսն է տարատեսակ վնասակար նյութերի նկատմամբ։ Ինչպես օգտագործել գետնախնձորը։ Գետնախնձորը բարձրացնում է իմունիտետը և լավացնում արյան բաղադրությունը, իջեցնում է արյան ճնշումը և շաքարի մակարդակն արյան մեջ, նորմալացնում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Բոլոր օգտակար հատկությունների պահպանման համար գետնախնձորը լավ է հում վիճակում օգտագործել։ Բացի տարբեր միկրո և մակրո տարրերից, գետնախնձորը պարունակում է ինսուլին, որը չի բարձրացնում ինսուլինի մակարդակը, բայց օրգանիզմում վերածվում է ֆրուկտոզայի։ Դրա շնորհիվ գետնատանձով անուշահյութը շաքարի լավագույն փոխարինիչն է դիաբետիկների և նիհարել ցանկացողների համար։ Գետնախնձորով անուշահյութի մասին։ Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, վերացնում է այտուցը, օգտակար է հիպերտոնիկների համար, ամրացնում է սիրտը և անոթները, վերականգնում է խախտված նյութափոխանակությունը, վերացնում է այրոցը և կարգավորում է մարսողությունը, վերացնում է հակաբիոտիկների ընդունման հետևանքները, օրգանիզմից հանում է ավելորդ աղերը և վնասակար միացությունները։ Գետնախնձորով անուշահյութ հեշտ է տնային պայմաններում պատրաստել։ Բալարները լավ լվա, մաքրիր և մանրացրու բլենդերով կամ մսաղացով։ Ստացված շիլայից հյութը քամիր և տաքացրու մինչև 50 աստիճան։ Այդ ջերմաստիճանը պահպանիր 5-ից 7 րոպե, հետո վերցրու կրակի վրայից և սառեցրու։ Տաքացումը կրկնիր ևս 3-4 անգամ, մինչև հեղուկը խտանա։ Սառեցման վերջին փուլում ըստ ճաշակի կիտրոնի հյութ ավելացրու։ Ստացված խառնուրդը լավ ծածկված պահիր սառնարանում։ Նիհարելու համար պետք է շաքարավազն ամբողջովին բացառել սննդակարգից, այն փոխարինելով այս անուշահյութով։ Ախորժակը նվազեցնելու համար մեկական ճաշի գթալ անուշահյութ խմիր նախաճաշից 1 ժամ առաջ և ընթրիքից 1 ժամ անց։ Անուշահյութի օգտագործումն արագացնում է ածխաջրածնի և ճարպի նյութափոխանակությունը, այդպիսով նպաստելով քաշի նվազեցմանը։ Բայց արագ նիհարելու հույս պետք չէ ունենալ։ Ավելորդ կիլոգրամներն աստիճանաբար կվերանան։ Մթերքը գործնականում հակացություններ չունի, բացի լեղապարկի քարերի առկայությունից և ալերգիայից։